Մարի մայր, ես էլ եմ նորեկի ապեր։ Այսքանից հետո ոնց անցավ աշխատանքդ։ Սովորականին պես։ 8 տարեկան տղա երեխու հույրավիկն էր տրակել։ Մի կերպ հասցրեցինք հիվանդանոց։ Կարելի ասել երկրորդ անգամ ածանվել։ Մեր տնեցիքով բան չգիտեն։ Ապեր կարող է երեխային։ Ապեր այդ աղջիկը ով էր։ Չգիտեմ մեր։ Կարող է ինչ ես ուզում ասես։ Այսինքն։ Դե կարող է սիրածա, բանա։ Հիմա էլ մուրահանում։ Ես էլ ասեմ ինչ ես մտածում։ Մեր այդ Զյաննա Կոչեցյալին ես երեք առաջին անգամ եմ կյանքիս մեջ տեսել։ Ուրեմն ոչ մի անձնական խնդիր չկա։ Դե ես էլ եմ այդ մտածում։ Միակ տարբերակը դա ինչ որ մեկի կողմից ուղարկված լա։ Հիմա ուրեմն պետք է գտնենք ուղարկողին։ Այ, ուղեղս արդեն չի աշխատում մեր։ Երեկվանից այդ եմ մտածում։ Ախպերդ ինչի համար է։ Եկել եմ, որ միասին մտածենք։ Ամեն մի բաժակ սուրճ կխմենք։ Ապեր դու վերկաց գնա աշխատանքի չուշանաս, վերկաց։ Նախ չեմ ուշանում, ամել ես ինձ համար աշխատանքից արձակորդ եմ վերցրել։ Ուրեմն իմ սուրճը դառը։ Գիտեմ։ Դա ասում եմ, եթե ինչ-որ մեկ է զևի գործը սարքում, ուրեմն լուրջ քթից բերել ես։ Բայց ինչ եմ արել։ Դե քեզանից հեռու չի էլի։ Հիվանդներին մեկ-մեկ բուժելուց բացի դաստիարակչական աշխատանքներ ես տանում, չէ։ Հա, բայց այդ աստիճան։ Իսկ դու հիշիր։ Շատոյանին դիալիզի ենք տանում։ Ինքը մի քիչ փնթանա, բայց անշարժ մարդ է, առնվազն բողոքի։ 2 օր առաջ մի երեխա քացախ էր խմեց, ծնողների հետ մի քիչ կոպիտ խոսեցի։ Չէ, մեր անիմաստ ժամանակ ենք կորցնում։ Ապեր փողոցում կամ սրճարանում ինչ որ միտեղ կարող է կռիվ բան ես արել։ Լավ, մեր չափերը տանցար արդեն։ Սպասիր։ Հա։ Փողոցում թե սրճարանում։ Հիվանդի տանը։ Մենակ չասես հիվանդին։ Հիվանդի տաղում։ Ծեծել ես։ Թեթև խփեցի ուշքը գնաց։ Եթե ինքը ընդունակը քեզ այն աստիճանի հասցնի, որ իր վրա ձեռք բարձրացնես, նշանակում է սրանել է ընդունակ, չէ։ Սպասի, զանգերը երբ էր դրանից առաջ թե հետո։ Դա ո՞նց զանգ։ Բաց զանգում էին ու չէին խոսում, մեր։ Չէ, զանգերը ոնց որ դրանից հետո էր, իսկ ավտոն հաստատ դրանից հետո էր։ Ինչ ավտո։ Շենքի մոտ ավտոն քիչ մնաց ինձ խփի, մտածեցի թե պատահականություն է։ Աննան էլ է ավտո տեսեք, կարծեցի թե ֆոբիա է։ Հետո էլ են երկուսը։ Դավո երկուսը ինչ։ Առաջին արկում դանակ հանեցին։ Կարծեցի թե, չգիտեմ, նարկոմաններ են, խուլիգաններ են, փող են ուզում, չգիտեմ։ Այդ լակոտը դրան էլ է ընդունակ, հա։ Դե դժվար է ասել, պարզել է պետք։ Ով է, ինչ է։ Ինքը հեչ, բայց հերը թափով մարդ է, ոնց են ասում, շրջապատի տղա է։ Կարող է ինքն էլ է, հա, սրան խառնված։ Տղու հարցը պարզեցինք, հիմա էլ հեր է։ Այս ամենը ինչ խոսում ենք, վարկած է մեր։ Բայց դե ամենահավանականը էս է, չէ։ Եթե իհարկե ուրիշ հերոսություններ չես արել։ Եթե շարունակես, հեսա հերոսություն կանեմ։ Լավ, դավ կներես։ Մեր միակ թելը այդ աղջիկն է, պետք է դրանից լավ բռնվենք։ Գոնե կպարզենք ում պատվերն է կատարում։ Մեր մեզ շտապ այդ աղջկա կորդինատներն է պետք։ Ախպեր զանգեմ տնօրենից, նախկին ոստիկանա, ոնց է չլինի ծանոթներ կունենա, չէ։ Փիլոյանին։ Զանգի։ Ուղղակի մեզ ավելի պրոֆեսիոնալ օգնություն է պետք։ Լսի, ես գիտեմ ում պետք է դիմենք, արի։ Ուր։ Արի, հեռու չենք Դավո ուր։ Հեռու չենք գնում, արի։ Զանգեր, վրա երդ, մուկ ապակիներով, մեքենա, հարցակում դանակով և սուտ վկայություն։ Աճող պրոգրեսիա է, չէ։
Երևի։ Թեև դանակ են հանում, բայց ինձ տեսնելիս փախ չունեն։ Թաղի խուժան, փողի չափն էլ 100 եվրո։ Լակոտի ձեռագիր է, բայց թիկունքը ինձ է։ Դե ինչ, ձեր ասածը ստուգ ենք։ Եթե չհաստատվեց, էլի կմտածենք։ Ասում եք, այդ աղջկա մասին ինֆորմացիա եք հավաքում։ Ահա, ես ու ախպերս։ Իսկ ինչ է անունը։ Հոր ազգանունը կարծեմ Առանց կարծեմի։ ես Ալոյանից կճշտեմ ու ձեզ կզանգահարեմ, լավ Արշավիր Կարպիչ։ Լավ, կսպասեմ։ Կարող եք գնալ։ Աննա, Ոնց ես։ նորմալ։ Դավիթ, ես չգիտեմ ինչպես կարող եմ օգնել։ Դու միայն ասա։ Քիչ առաջ Դանիելը զանգեց ու համարյա նույնն էր ասում։ Բա ինչ պիտի ասեր։ Հերթապահության ժամանակ այնքան ասեցիք, հերիք չէր։ Ուրեմն չէ։ Լավ, խոստանում եմ, որ հենց ինձ բան պետք լինի անպայման կասեմ անջան։ Լավ։ Հա ու շնորհակալ եմ։ Դավ ինչ լավն են ձերենք։ Ինչ լավ ասիր։ Մերոնք։ Լիլիթ, Բարի լույս, Դավիթ։ մենակ հերթապահ հարցը չտաս։ Ո՞ր մեկը։ Հոբան չի պատահել։ Չէ, չեմ հարցնի։ Պարզապես զանգել ես։ Հա, պարզապես զանգել եմ, որ իմանամ ոնց ես, ձենդ էի ուզում լսեի ու բարի գիշեր։ Դուք մհերն եք։ Այո, ես։ Կարեն։ Պարոն Փիլոյանը մեր ընտանիքի բարեկամն է։ Նրա խնդրանքը ինձ համար օրենք է։ Դուք բժշկի Եղբայրն եմ։ ձեզ ինչ է պետք։ Ով է այդ Զինան։ Դժվար ձեզ ճանաչեմ, բայց զգուշությունը լավ բան է։ Եկեք քայլենք։ Զինան սովորական մարմնավաճառ է։ Ասենք ուրիշ ինչ կարող լիներ։ Որտեղ է ապրում։ Աշխատանքի վայրը առայժմ պետք չէ։ Պարոն Փիլոյանը որ ասաց ինչ հարցով եք գալու։ Ամենայն դեպս որոշեցի դիմումը պատճենել։ Հասցեն վրան գրված է։ Վերջապես հասկացա, թե ինչու են դիմումի վրա հասցեն գրում։ Շնորհակալ եմ։ Չարժե։ Հաջողություն։ Ցտեսություն։
Կարծում ես տանը կլինի։ Դե որ գնանք կիմանանք։ Այստեղ բայր։ Դավը ինչ եղա։ Հիմա կգամ։ Դավելի հիվանդ է։ Ով է։ Չես ճանաչի։ Սիրվարդն է։ Դավ ջան դու ուրիշ պրոբլեմ չունես, չեմ հասկանում։ Դու էլի չիր։ Չէ, ես կմնամ մեքենայի մեջ։ Ում եմ ասում, իչիր։ Լավ, հասկացանք, դավը։ Բայց դատար ձեռքով չեմ գա։ Ապրես։ Այնտեղ խանութն է, ես էլ դու։ Կբարձրանաս երրորդ հարկը։ Դուռը բաց է։ Լավ։ Սիրվարդ։ Ո՞վ ես։ Ես եմ Դավիթն է։ Դավիթ ջան։ Լավ չեմ, Դավիթ ջան։ Ճնշումը չափեմ։ Չէ, պետք չի։ Որտեղ է ցավում։ Ոչ մի տեղս էլ չի ցավում։ Դավիթ ջան։ Հոգներ է։ Ես գնամ թեյ բերեմ, հա։ 20-րդ բրիգադի հայկուշներ էստեղ թեյ բերեց, հաց չկերա, ախորակ չունեմ, Դավիթ ջան։ Տիկին Սիրվարդը, կուզես քեզ հիվանդանոց տանեմ։ Հայկուշներ ասեց, չէ, դուք գնացեք եկեք, Դավիթ ջան, ինձ ուրիշ ոչ մի բան պետք չի, հիվանդանոց էլ պետք չի, Դավիթ ջան։ Մեզ նոր բժիշկ կա։ Չէ։ Եղբայրս է, Մհերը։ Մհեր ջան, Սիրվարդ։ Մհեր ջան, լավ ախպեր ունես, բալիկ ջան։ Գիտեմ։ Սա ձեզ։ Էդ է ինչա։ Նապոլեոն, ձեզ համար եմ բերել։ Ախտին, ինչ Նապոլեոն էի սարքում, երազում էի, ամեն շաբաթ երեխեքիս կկերուցնեմ։
Դավ ջան, ինչ հիվանդ, հա? Հիվանդ չի, մայր ջան, ծերացել է։ Բաց թող, Ես բարե բալուշկա։ դուրը բաց թող, յուրոտ, Չէիր սպասում, հա։ միլիցիա կկանչեմ, Մի անգամը քիչ, հա։ ձեզ հետ գործ չունեմ, Իսկ մենք ես այդ գործ ունենք։ Կարող ենք ներս գալ։ չէ չեք կարող, ինչ եք ուզում իզնից հանգիստ թողեք, Ո՞վ է։ բա մարդ են հարցնում, Ո՞մ։ բա գնա ներս էլի կմրսես, դուրը բաց թող, Դու Միրոյի աղջիկներից ես, թե Գարուշի։ Ում հետ եմ ձենանի թե չեն ես կարծնեմ սաղ շենքը կիմանա։ Գարուշի, Գիտեմ Գարուշի։ Ձեզ խիստ ապահում։ Իսկ որ իմացավ մեջքի հետև ինչ էր եկանում, գիտես չէ քեզ ինչ կանի։ ինչ եք ուզում ինձնից, Կարող ենք ներս գալ պապայիդ ներկայությամբ խոսել։ Բայց կարող ենք նաև դրսում խոսել, որոշի։ ես հիմա կգամ, Գուշակում ես ինչի ենք եկել։ Երեք քննիչի կաբինետում նորմալ խոսում էիր։ Այսօր ինչ է եղել քեզ։ Խի ես պապանձվել։ խոսելու բան չունեմ, Չէ, տես չեղավ։ Պիտի խոսես, որ մենք հասկանանք ով է քեզ ուղարկել, որտեղից քեզ այդ 100 եվրոն։ Մենակ խնդրում եմ չհամոզես, որ քո հալալ փողն է։ Երեք նայում էիր աչքերիս մեջ ու ստում էիր։ Այսօր ինչու չես նայում։ Լավ, ես ժամանակ չունեմ։ Ով է քեզ ուղարկել, անունը ասա շուտ։ Դա այս տեսակը նորմալ խոս չի հասկանում։ Հիմա ինձ լսի։ Եթե հարցերից չպատասխանես, վաղը վокзалում կլենտել չես կարա կպցնես։ Մեր չեղավ, ապեր։ Ախպերը սրանք նորմալ խոս չեն հասկանում։ Հենց հիմա զանգում եմ Գարուշին։ ինչ եք ուզում որ ասեմ, Անունը, Արման հետո, ազգանունը, Սելյանի տղան է, կլենտներից է, դա։ քեզ ինչ, Քեզ էլ 100 եվրո փող տվեց։ Ուրեմն շատ է տվել։ Բայց դու քո հալալ քրտինքով չպիտի վատ աշխատես։ Ինչ ես գլուխդ շարի մեջ գցում։ Երևում է փող շատ է սիրում, հա։ ձեզ ինչ կա, ծնողներիս ես եմ պահում, Կամ ծնող եմ պահում, կամ երեխա։ ձենը տակ տեղից է գալիս, ոնց եմ ատում ձեր ցեղը, փողն ունեք, ամենչն ունեք ձեռ եք առնում, հա, կամ ծնող ենք պահում, կամ երեխա, իսկ դուք բացի փողից ուրիշ ինչ կարող եք տալ, Քեզով բան ասես, դու քո կյանքի ինչ ուզում ես արա։ Բայց անմեղ մարդկանց կյանքի հետ ո՞նց ես խաղում։ Այդ վիժվածքի փողը ո՞նց ես մարսելու։ ինձ համար եմ արել, հորս վիրահատել է պետք, կարող եք փողը դու ես տալու, ու լավ եմ արել, այս կյանքում ով ոնց կարողանում է ապրում է, Այ դու հաստատ դա կարող Մի րոպե սպասիր, մայր։ Ինչքան ժամանակ է հիվանդ հայրդ։ քեզ ինչ,
Հապա գործ չունես, է։ Ասեցի սպասի մի րոպե։ Ինչն են վիրահատելու։ Ստամոքսը։ Կոնկրետ ինչը։ Ասում են իբր բարորակ ուռուցք է։ Ով է վիրահատելու։ Դեռ չգիտենք։ Որը տանունը կասես։ Ալբերտ։ Ազգանունն արդեն գիտեմ։ Գնացեք բժիշկ Թադևոսյանի մոտ ինքը կնայի։ Արդեն գնացել ենք, նա միշտ զբաղված է։ Գնաք ասես Դավիթն է ուղարկել շտապ օգնությունից։ Ինքը անպայման կնայի։ Գնացեք։ Այս անգամ պապան պլստաց։ Քաշվեց քաղաքը։ Զանգես ինչ ես ասել։ Զավեն արամ, ինչ խնդրում եմ ստուգել հորը ու աղջիկը վրաս քրեական գործ է, հա, հարուցը։ Աղջիկն է հարուցը, հերը ինչ մեղ։ Գիտես ինչն է զավեշտը։ Չէ, բայց ասա իմանամ։ Որ դու միշտ ճիշտ ես, դավ ջան։ Ուրեմն այդ լակոտը, հա։ Ուրեմն լավ ես մրտին հագցրել։ Չեմ զղջում։ Չնայած կյանքիցս մի 10 տարի կտայի, որ այդ բանը չլիներ։ Լավ, հիմա ուր։ Տուն, մերոնց կարոտերը։ Ամել արշավիր կարպիչին կզեկուցենք արդյոքի մասին։ Լավ։ Մամ ջան, ես ինչ անշոտ ես գցել։ Մամա, Դավիթ, ինչ լավ է եկաք, ճաշն էլ համարյա պատրաստ է։ մամա, այդ ինչ ես եփել։ Ջան։ Ինչ լավ է, մամ։ Որ բորշ եմ եփել։ Իհարկե։ Ալո։ Պապ տուն արի։ Չէ, ոչ մի բանը չի պատահել։ Եթե վիրահատություն չունես, գամ քեզ վերեմ։ Լավ դե դու արի։ Չէ, պապ, ասում եմ ոչ մի բան էլ չի եղել, ուղղակի մաման բորշ է եփել ու Դավիթն էլ էստեղ է։ Լավ, պապ ջան։ Կսպասենք։ Մամ, պապային էլ լավ է ավելացրու։ Հետո էլ ասում են հրաշքներ չի լինում։ Անճոհնի բաներ մի արա։ Ումիցը սովորել չեմ հասկանում։ Ասե։ Չէ։ Մամ ջան, ես պապային հիվանդանոց կտանեմ ապերին տուն, ես էլ կմտնեմ մի ժամով գործի ու տուն կգամ, լավ։ Այս ժամին ինչ գործ մահեշտ տղա։ Էնպես մի արա, հա, որ քեզ Դավիթից ավելի շուտ պսակենք։ Պապ, ուր մնաց մեր տղամարդկային համերաշխությունը։ Չսպասես, մամ, ես իմ բանալիով դոռը կբացեմ։ Գնացինք։
Եկան, ճաշը կերան ու գնացին։ Բաղջիկ չունենայի, որ մոտս մնար։ Աղջիկ ես ուզում։ Տղեկ դու գնացեք։ Դավիթ, հորդ վերցրեք ու գնացեք, շարից հեռու։ Ես հա հետո չասես։ Մեր լավ արեցիր, որ այսօր պապային կանչեցիր ապեր։ Դավ պապան լրիվ ջերմակել եմ, այսօր նկատեցի։ Լավ է, որ նկատում ես։ Ալո։ Չէ, տանը չեմ, բայց շուտով կգամ։ Երբ։ Լավ կսպասեմ։ Դավ դրա համար չէիր ուզում մնայր։ Նաև։ Բարի գիշեր։ Բարև։ Բարև։ Համեցիր։ Եթե չգամ, չզանգեմ, չհիշեցնեմ։ Հա, բայց գալիս ես, զանգում ես ու հիշեցնում ես, չէ՞։ Լուրեր նայել ես։ Չէ։ Մի ինքնասիրահարված պինգվին կենթանաբանական այգում սառել է։ Հա։ Ու հետո պատրաստել է սուրճ մի փնփնթան գեղեցկու համար։ Հաստորեն սուրճի երկրորդ բաժակը կյանքդ բրկեց։ Հա։ Փաստորեն եկել է իր, որ ինձ սպանեիր։ Տենց մի բան։ Ինչ-որ բան է պատահել։ Հետաքրքիր է, գիտես։ Չես հարցնում, այսպես դիպուկ հաստատում ես։ Լավ։ Եթե չես ուզում, կարող ես չասել։ Բայց ինձ հետ կապ ունի։ Բացատրիր, հա։ Ուշադրություն մի դարձրու։ Կոմպլեքս է։ Չնայած, եթե Լիլիթ կողքիդ լիներ, ես այստեղ ինչ էի անում, չէ՞։ Ճիշտ ես, հա, կոմպլեքս է, ծերուկ Ֆրեյդին արժանի։
Հասա ինչ եղել է մեր մեջ դա պիտի լիներ։ Ու պետք չէ զղջալ, հա։ Չնայած ես հավատում եմ, որ կգա մի օր ու դու կզղջաս։ Ու տա Աստված, որ այդ օրը շուտ գա։ Ուրիշ բացատրություն չունեմ։ Սուրճը կխմենք ու Լսի, ինչու նոր տարվա բանկետի փոխարեն պոեզիայի փառատոն չես կազմակերպում։ Ես քեզ կազմակերպեմ պոեզիայի փառատոն գիտաժողովներ հետը։ Շտապ օգնություն կանչել եք։ Ինչ ա պատահել։ Սիրվարդ։ Մի ժամ է զանգել ենք, անունները տել շտապ է։ Ասում էի, չէ, ասում էի, բայց ինձ լսողն ով է։ Փողը վերցրել եմ, դեղը վաճառել եմ, եւ դուք թեթևացած շունչ կաշեք, գործը փակեք։ Դիարիու սրա հետ խոսի։ Հա։ Ինիք խոսես։ Դու պիտի խոսի, բա ինչ պիտի անի։ Ինչ կամաց։ Գնացեք։